Ես ուզում եմ, որ դու էլ խոսաս։ Ուզում եմ, որ փողոցով այսպես որ քայլում ենք, ուղիղ քայլում ենք, ուզում եմ, որ խոսանք, թե չէ մենակ ես եմ խոսում, ես գիժ չեմ, ես մենակ ես եմ խոսում, ուզում եմ, որ դու էլ իմ հետ խոսաս։ Դու որ ուզես, խոսաս մերի։ Մեր ճիշտ եմ ասում, որ ուզես խոսաս, չէ՞։ Մերի վախենում ես մեր։ Չէ, դու վախենում ես, ես գիտեմ, որ վախենում ես։ Բայց որ ուզես խոսաս։ Մենակ ինձ կասես, չէ, որ վախենում ես, ոչ մեկին չեմ ասի։ Հիմա չէ, հետո որ ուզես խոսաս, արդեն ինձ կասես, չէ, ինչից ես վախենում, հետո որ խոսաս։ Դու հենց որ արդեն խոսաս, գիտես լավ անել, մենակ ես չեմ խոսալու։ Որտե՞ղ ես նայում, Մերի, ինչ ա եղել։ Մերի, դու իրանից վախենում ես։ Չես վախենում իրանից։ Չէ, Մերի, վախեցի, ինքը լավը չի, ես էլ եմ վախենում իրանից, ինքը իսկականից լավը չի ինքը։ Իսկականից եմ ասում, ինքը լավը չի։ Ճիշտ է, ես գիտեմ, որ ինքը հրեշտակին օգնում է, լավ բաներ անում իր համար, բայց ինքը վատնա, եթե ես վախենում եմ, ուրեմն ինքը վատնա, դու էլ վախեցի, մեր ինքը լավը չի, ես գիտեմ։ Մեր մի զարմացի, իսկականից ինքը վատնա, որ ես որ ասում եմ վատնա, ուրեմն վատնա, թող ինքը հեռու մնա, քեզնից էլ թող հեռու մնա, մեր հրեշտակից էլ թող հեռու մնա, մենք իր հետ գործ չունենք, Մերի, թող ինքը մեր մոտ չգա, արի գնանք, իր մոտ, էլ չեն գալու ստեղը, թող ինքը վատնա։ Հանի տեսնեմ Մարիաննա ջան, սպասի։ Բարսը ջերմություն ունես դու, Մարիաննա։ Ոչինչ կանցնի։ Ինչը կանցնի։ Հիմա դեղ կբերեմ կխմես, կքնես կհանգստանաս։ Էլի ցավում ա գլուխդ։ Դու հաստատ մրսել ես, հլը նայ գունատվել ես, նիհարել ես, ես ինչ ա քո վիճակը, Մարիաննա։ Կոմստանում եմ։ Հիմա որ դեղերը տամ հանգիստ կքնես, լավ։ Մամա ես չզանգես, հա։ Մարիաննա ինչքան էլ դու ասես, Մայրա հիմա անհանգստանում եմ։ Չեմ ուզում, որ ինքը գա։ Մարիաննա, մեծ աղջիկ ես դու։ Հիմա դեղեդ կբերեմ կխմես, կքնես կհանգստանաս։ Լավ, հետո կխոսենք։ Ես գիտեմ, որ ձեզ նեղություն եմ տալիս, բայց դե ուրիշ տեղ չկա, որ գնամ։ Մարիաննա ջան, դու մեզ նեղություն չես տալիս, բալես։ Ինչքան ուզում ես, այստեղ կարող ես մնալ։ Ճիշտ է, մեր տունը նեղված կա, փոքր է, բայց ինչքան ուզում ես կարող ես մնալ, բայց մորդ հետ պիտի խոսես։ Լավ։ Դե քնի, ես հիմա դեղերը։ Ես ինձ այստեղ ավելի լավ եմ զգում։ Լավ, մի լացի բալես։ Հիմա դեղերը տամ խմի ու քնի։ Վերկաց։ Ես էլ չեմ հավատում։ Իմ հավատն էլ չի գալիս, որ այդ աղջիկա հետ ամեն դեպքում այդ աղջիկա ինձ դուր չի գալիս ու պետք է ինչքան հնարավոր է շուտ դուրս անել նրան։ Ինքը, իր նայելը,
Տիգրանը ինչ էր այդքան շփոթվել։ Եթե ոչ մի բան չկար, ինչի՞։ Ես հիմա ում դեմ պայքարեմ։ Նարինեի, այդ քարտուղարուհու թե Արևիկի։ Հաստատ չեմ։ Արևիկի դեմ ես չեմ պայքարի։ Հենց Արևիկը ինձ կօգնի։ Ինքը ինձ կօգնի, որ Տիգրանին հետ բերեմ։ Հենց ինքը։ Ինչքան էլ որ տեսնել չեմ կարողանում այդ աղջկան։ Ինչքան էլ որ հասնում այն նյարդերիս վրա իրա պահվածքը ու խոսելը, բայց ինքը ինձ կօգնի։ Նայր ես կարներ նայր ինչ հետակ նոր էիր ծնվել մի քանի օրականներ էստեղ Այստեղ արդեն իմ Արևիկն ես Շատ էիր սիրում ես գլխարկը համարյա գլխից չէիր հանում Տատ Մաման երբեք ինձ չի ասել ինչի են իրանք բաժանվել Քո հայրն ու մայրը իմ տեսած ամենագեղեցիկ, ամենալավ զույգն էին։ Բայց ես այդպես էլ չհասկացա ինչու է դենց եղավ։ Բայց ինչ եղավ։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Արևիկ ջան, լավ կանես այդ մասին ծնողներիդ հետ խոսես։ Բայց երևի չկարողանամ, տատ։ Ինձ այնքան շատ է հետաքրքրում։ Լավ, գոնե կասես ոնց ստացվեց, որ պապան այսքան երկար ժամանակ մեզ մոտ չի եկել։ Հայրդ չգիտեր, թե դուք որտեղ եք։ Մաման էր տենց ուզել։ Այո։ Մայրդ էլ որոշել, քեզ վերցրել ու գնացել էր։ Մենք նույնիսկ էլ հույս չունեինք, որ քեզ կգտնեինք։ Ես կարծում էի կմեռնեմ ու չեմ տեսնի իմին Արևիկ թորնիկի։ Ինչի տխրեցիր։ Ինձ միշտ շատ է հետաքրքրել։ Այս ամեն ինչը ոնց հասանց պատահել։ Բայց մաման միշտ այնքան ցավով էր խոսում այս մասին։ Անգամ չէր էլ ուզում խոսեր։ Ես կարծում եմ, տատ, որ մաման շատ վիրավորված է պապայից։ Չեմ ուզում իրանց հարաբերություններին խառնվեմ, բայց միևնույնն է շատ եմ մտածում։ Ես գիտեմ,
Գիտեմ, դու փոքր ժամանակ էլ էիր այդպիսին։ Բոլորովին չէիր սիրում, երբ մայրդ ու հայրդ վիճում էին։ Ինչ էի անում։ Գիտես, երբ նույնիսկ ամենափոքր առիթով վիճում էին, դու խառնվում էիր իրար։ Լացում էի։ Չէ, սկզբից չէիր լացում։ Սկզբից ստիպում էիր, որ հայրդ գնա համբուրի մամային։ Հետո նույնը ստիպում էիր մորդ անել։